Սա Թուրքիայի ամենաազդեցիկ կրոնական միության իսլամիստական Միլի Գյորուշի Եվրոպան գրավելու հստակ ծրագրերից մեկն է։ Ոչ ավելի, ոչ պակաս Եվրոպայի մայրաքաղաք Ստրասբուրգում ցանկանում են կառուցել թուրքական ամենամեծ մզկիթը։ 5 տարի առաջ թուրքական լոբին նույնիսկ կարողացել էր Ստրասբուրգի իշխանություններից 2.5 միլիոն եվրո դրամաշնորհ կորզել, որը նախագծի ուղիղ 10%-ն է։ Սակայն մեծ սկանդալի հետևանքով Միլի Գյորուշն իր դիմումը հետ վերցրեց, իսկ շինարարությունն այս պահին սառեցված է։ Ինչ է սպառնում Ֆրանսիայի 600 հազարանոց հայ համայնքին թուրքական Բոսֆորի ինստիտուտի լոբիի սպառնալիքների պայմաններում։ Ֆրանսիացի քաղաքագետ Ալեքսանդր Դել Վալի համոզմամբ, եթե առաջիկայում Ֆրանսիայի ձախերն ու բնապահպանները գան իշխանության, ապա հայ համայնքը մեծ դժվարությունների առջև կկանգնի։ Երբ ծայրահեղ ձախերը ավելի մեծ կշիռ ունենան Ֆրանսիայում, հուսով եմ երբեք դա տեղի չի ունենա, բայց եթե ծայրահեղ ձախերը ավելի մեծ կշիռ ունենան, կարծում եմ նույնիսկ եթե պատմականորեն Ֆրանսիայի կոմունիստները հաճախ եղել են Հայաստանի մեծ բարեկամները և բազմաթիվ պատճառներով, օրինակ որ Թուրքիան ՆԱՏՕ-ում էր, ցեղասպանության հիշողության պահպանման հարցը, նաև շատ հայեր վաղուց քվեարկում էին կոմունիստների օգտին, որովհետև նրանք աղքատ էին ի սկզբանե, եւ այլն, բայց կարծում եմ, որ եթե մի կողմ դնենք կոմունիզմը, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, եթե ֆրանսիական ծայրահեղ ձախ տրոցկիստական Մեդիապարտի կամ Բոնիֆասի կամ Մելանշոնի կամ բնապահպանական ուղղվածությունը գա իշխանության, ապա հայերի համար բարենպաստ պայմաններ չեն լինի։ Իդեպ էկոլոգիստներն արդեն ապացուցել են, որ կապեր ունեն թուրքերի հետ, քանի որ նրանք ցանկանում էին Ստրասբուրգում Միլի Գյորուշի մեծ մզկիթ կառուցել։ Նրանք պատրաստ էին գումար տալ և դա դադարեցվեց, որովհետև սկանդալ եղավ։ Այստեղ զավեշտն այն էր նաև, որ Ստրասբուրգի քաղաքապետը հայ է և ընդ որում անդամակցում է բնապահպանների կուսակցությանը։ Սակայն Ժաննա Բարսեղյանից ոչինչ կախված չէր։ Ավելին, Բարսեղյանը 2023-ին ֆրանսիական պատվիրակության կազմում եկավ Սյունիք շրջափակման մեջ գտնվող արցախցիներին մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Դել Վալի դիտարկմամբ ֆրանսիացիները որքան հայասեր են, նույնքան էլ նրանք սիրում են ուգանդացիներին կամ ինդոնեզիացիներին։ Բացառությամբ Վալերի Բուայեի և նրա նման անշահախնդիր հայասեր մի քանի այլ գործիչների, մյուսները հայ համայնքով հետաքրքրվում են որպես իրենց պոտենցիալ ընտրազանգված։ Մենք գիտենք, որ ծայրահեղ ձախերի և էկոլոգիզմի մի մասը, որը հաճախ շատ ավելի կարմիր է, քան կանաչ, էկոլոգիզմը Ֆրանսիայում հաճախ ծայրահեղ ձախ կուսակցությունն է։ Մենք գիտենք, որ այս շրջանակները արդեն ներթափանցել են թուրքական լոբիզմի շարքերը և նույնիսկ ավելի ու ավելի շատ, քան ադրբեջանական լոբիզմ, որի հաճախորդները նույն շրջանակից են, ինչ կատարցիները։ Կատարցիները և ադրբեջանցիները Իտալիայում և Ֆրանսիայում, որոնց ես ճանաչում եմ, գնել են շատ լրագրողների և սկսել են գնել քաղաքական գործիչների։ Հայտնի խավիարային դիվանագիտությունն է։ Դել Վալն ասում է, օրինակ Մարսելում բոլորը հայ ընկեր ունեն և ինքը նույնպես իր հայ ընկերոջից է իմացել հայ դատի մասին, բայց թուրքերը քանակով ավելի շատ են, ամբողջ Ֆրանսիայում 1 միլիոն թուրք կա, որոնք հայ համայնքի նման հարգված և կազմակերպված ժողովուրդ են։ Հետևաբար կգա մի պահ, որ թուրքական լոբին կգերազանցի հայկականին։ Ֆրանսիան կմնա Եվրոպայում ամենահայամետ երկիրը, բայց դա ավելի ու ավելի քիչ տեսանելի ու շոշափելի կլինի։ Ես կարծում եմ, որ Ֆրանսիայում միակ քաղաքական ուժը, որը պաշտպանում է արևելքի քրիստոնյաներին, քանի որ եթե մենք դատում ենք գլոբալ, պետք է հայերին դիտարկել որպես Ֆրանսիայում արևելքի քրիստոնյաների փոքրամասնություններից մեկը, ինչպես Թուրքիայի ասորի քաղդեացիները, ինչպես Իրաքի կամ Սիրիայի արամեախոսները, ուրեմն միակ կուսակցությունը, որը շատ ուժեղ պաշտպանում է արևելքի քրիստոնյաներին, իրականում հանրապետականներն են, պարոն Բրունո Ռտայոյի գլխավորությամբ։ 2024-ի ազգային ժողովի ընտրություններից հետո նախագահ Մակրոնի Վերածնունդ կուսակցությունն այլևս մեծամասնություն չի կազմում, իսկ երկրում եղած ներքաղաքական լարված մթնոլորտը ենթադրում է, որ 2027-ին սպասվող նախագահական ընտրությունները վճռորոշ կլինեն Ֆրանսիայի համար, ինչն էլ իր հերթին կանդրադառնա հայ համայնքի վրա։ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։